Եվ այսպես ուշադրություն երգիչ Անդրեին կարող են ձերբակալել Հայաստանի Հանրապետությունում։ Նրա կնոջ գրառումը ցնցել էր ամբողջ համացանցը եւ նաեւ այդ գրառումը հայտնվել է դատախազությունում եւ դատախազությունը ուսումնասիրում է երգիչ Անդրեի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ երգիչ Անդրեի կինը գրառում էր կատարել խոսելով իր եւ Անդրեի միջև կատարվածի մասին, իհարկե Անդրեի անունը չի շեշտել, բայց ամբողջությամբ բնականաբար կարդացողները հասկացել են, որ դա հենց երգչին էլ վերաբերվում էր, որովհետև խոսքը ամուսնական կյանքի մասին էր գնում, խոսքը գնում էր վիրավորանքների, բռնության եւ նմանատիպ այլ հանցագործությունների մասին, որոնք բնականաբար քրեորեն պատժելի են, ընտանեկան բռնության հոդվածներով երգիչ Անդրեն կարող է հայտնվել բանտում, իհարկե եթե նրա կինը շատ ցանկանա։ Երգիչ Անդրեն բավականին ակտիվ Հայաստանի իշխանություններին քննադատել է, բավականին ակտիվ գործունեություն է ծավալել այս գործում, երևի թե այդքան շատ չի երգել, ինչքան շատ քննադատել է այսօրվա իշխանություններին, պաշտպանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին, որովհետև դե նախկինների օրոք աճածները պաշտպանում են նախկիններին, ներկաների օրոք աճածները պաշտպանում են ներկաներին, եւ թե հայ ժողովրդի շահերը ովքեր են պաշտպանելու, դրա մասին ոչ մեկ չի խոսում, բոլորը լռում են, որովհետև հայ ժողովրդից օգուտ չունեն, օգուտ ունեն կոնկրետ մարդկանցից, որոնցից որ սնվում են։ Մենք գիտենք նաև, որ Անդրեն Միացյալ Նահանգներում է բնակվում, Միացյալ Նահանգներում ունի երգի խմբակ եւ 1 ժամը երգ պարապում է $100 երեխաների հետ։ Դա մի քանի ամիս առաջ մեզ ուղարկված տեղեկատվություն էր։ Միգուցե այսօր այդ 100-ը դարձել է $200 1 ժամվա համար ընդամենը։ Հայ երեխաներին երգ պարապելու համար այս մարդը 1 ժամվա համար վարձատրվում է նախնական մեզ հասած տեղեկատվությունների համաձայն $100 գումար։ Թե քանի երեխա է գնում, քանի ժամ են պարապում, շաբաթական քանի օր է, դրա մասին դեռևս ինֆորմացիա չկա, բայց պատկերացրեք, որ երգիչ Անդրեն բավականին գումարներ է վաստակում կամ այսպես ասած երեխաների ծնողներից խլում երգ դասավանդելու համար, թե Անդրեի որ երգն է հանրության կողմից ճանաչված եւ սիրված, դա մենք չգիտենք, ուղղակի Անդրեն հայտնի դարձավ նախ, որ ուղարկեցին Եվրատեսիլ 2008 թվականին եւ հետո Անդրեն անընդհատ Սերժ Սարգսյանի եւ նմանատիպ մարդկանց պատկանող կամ նրանց շրջապատին պատկանող հեռուստաալիքներով անդադ Անդրեին դնում եւ մարդիկ ուզած չուզած այն ժամանակ համացանց չկար, որ ինչ ուզես այն լսես, այն ժամանակ ինչ տալիս էին հեռուստատեսությամբ դու այդ էլ լսում էիր եւ այն ժամանակ ինչքան Ղարաբաղցի կար, Ղարաբաղցի երգիչներ, տարբեր արտիստներ միշտ TV-ների եթերներում էին, կարծես թե հետին պլան էին մղվում Հայաստանի տաղանդավոր երիտասարդներ եւ նաեւ տաղանդավոր արտիստներ արդեն ճանաչում ունեցած եւ Ղարաբաղցիներն էին։ Դե Ղարաբաղ իշխանությունն ա եղել, Ղարաբաղյան իշխանությունը առաջատարել Ղարաբաղցիներին, թե Ղարաբաղի հարցը Ղարաբաղցի իշխանավորները ինչի չլուծեցին, դա արդեն շատ ցավալի հարց է, ուրեմն չեն կարողացել կամ չեն ուզեցել։ Իսկ այդքան շատ էիք սիրում Ղարաբաղցիներին, գոնե այդ մարդկանց հարցը լուծեիք, այսօր ում ա դուր գալիս, որ Ղարաբաղցին առանց տուն ա, ոչ մեկին։ Ղարաբաղցուն ոչ կարաս քննադատես, ոչ կարաս վիրավորես, ոչ էլ վատ բան ասես, որովհետև այդ մարդը տուն կորցրած մարդ է եւ Հայաստանում ինքը պետք է ապրի արժանապատիվ։ Բայց միևնույն ժամանակ իրանք պետք է հասկանան, որ նախկինում Հայաստանը ղեկավարել են հենց ղարաբաղցիները, որոնք Ղարաբաղի հարցի լուծման համար ոչ մի բան չեն արել, հերիք չի չեն արել, մի բան էլ ամբողջ բանակը թալանել են եւ ամեն ինչ տարել են դեպի փակուղի։ Պետական բյուջեն տարել են, թալանել են, բանակը թալանել են, դղյակներ են սարքել, Ղարաբաղցու համար ինչ են արել, ոչ մի բան։ Ղարաբաղցու համար արած ունի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր որդիներին ուղարկելով Լեռնային Ղարաբաղ, որպեսզի ղարաբաղցիները հանգիստ իրանց գլուխը դնեին բարձին։ Ու մենք ենք պահել Ղարաբաղը, Հայաստանի քաղաքացիները, ոչ թե Սերժը կամ նախկին որևէ նախագահ կամ նախկին որևէ պաշտպանության նախարար։ Եվ այսպես ուշադրություն համացանցում տարածվում է Սոնա Շալգեդյանի եւ Շուշան Պետրոսյանի միջև ծագած վիճաբանությունը, այս անգամ էլ Շուշան Պետրոսյանն է պատասխանել երգչուհի Սոնային։
Եվ առհասարակ ինչա տեղի ունեցել, Շուշան Պետրոսյանը հաղորդումներից մեկի ժամանակ Սոնային ծաղրում է, ըստ էության նրան չհամարելով երգչուհի կամ վատ երգչուհի, նման տպավորություն է թողնում հաղորդման ընթացքում, որից հետո նույն հաղորդմանը կանչում են արդեն Սոնային, Սոնան խոսում է այն մասին, որ նախ ինքը նորմալ է ընդունում Շուշան Պետրոսյանի պահվածքը, ավելի մանրամասն մեջբերում ենք Սոնայի խոսքերը։ Ես շատ լավ եմ վերաբերվում, որովհետև շատ աստվածավախ մարդ եմ։ Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, թե ինչ եմ արել, երևի խանգարում եմ շատ հարցերում, եւ որպես լավագույն երգչուհի եւ մարդ, որովհետև PR-ի կարիք ունեն, ինձ են հիշում, ես ավելի բարձրանում եմ։ Ինձ չեն կարող պախարակել, ես պարապ մարդ չեմ։ Ինչ որ մեկից նստեմ, խոսեմ, երևի պատվեր է եղել, որ այդպես խոսեն։ Չգիտեմ ինչով է պայմանավորված այդ չարությունը, ամենակարևորը սխալը հասկացել են, զանգել են ինձնից, ներողություն են խնդրել, ասել է երգչուհի Սոնան։ Սոնային այսպես պատասխանել է Շուշան Պետրոսյանը, ասելով, որ ինքը Սոնայի հետ խոսել է 2018 թվականից առաջ։ Շուշան Պետրոսյանը այսպիսի մի հայտարարություն է ևս արել, որը քիչ սկանդալային չէ, ասելով հետևյալը, որ երբ որ երգչուհի Սոնային բոլորը ծաղրում էին իր ռուսերեն վատ խոսելու համար, Շուշան Պետրոսյանը, այսինքն ինքը, միակն էր շոու բիզնեսում, որը հրապարակայինորեն պաշտպանել է Սոնային, երբ նրան ծաղրում էին։ Շուշան Պետրոսյանը ինքը քաղաքական գործիչ էր ժամանակին, երբ որ երգչուհի էր, բայց միացավ Հանրապետական կուսակցությանը, չգիտես ոնց, չգիտես ինչի։ Շուշան Պետրոսյանը այն մարդկանցից է, որը ի սկզբանե քննադատել է հեղափոխությունը, իսկ Սոնան այն մարդկանցից է, որը ի սկզբանե եղել է հեղափոխականներից մեկը, եւ նրանք տարբեր բևեռների մարդիկ են, տարբեր քաղաքական հայացքների, եւ շատ ցավալի է իհարկե, որ քաղաքական հայացքներից ելնելով կարելի է հրապարակայինորեն այսպիսի հայտարարություններ անել շոու բիզնեսի գործընկերների նկատմամբ, եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունը բաժանում է նույնիսկ ընտանիքներ, էլ ուր մնաց, որ շոու բիզնեսում մարդիկ շարունակեն իրար երեսի կարողանալ նայել, որովհետև այսօր շատ քչերը կարող են պարզ աչքերով մեկը մյուսին նայել, այնպիսի բաներ են խոսում մեկը մյուսի ետևից, որ եթե դրանք հրապարակվի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մի քանի ժամանակ կարող է նաև կոնտուզիա տանել։ Մենք համարել ենք եւ համարում ենք, որ Սոնան նախ առաջին հերթին լավ մարդ է, հարգանք ունի, գնահատված է եւ առհասարակ ծախված չէ շատ շատերի նման, որոնք Սերժ Սարգսյանի կնոջ Ռիտա